նշել, որ առհասարակ վարակիչ հիվանդությունները շարունակում են մնալ սպառնալիք ամբողջ հանրային առողջապահության համար, ինչպես ամբողջ աշխարհի, այդ թվում նաև Հայաստանի համար, եւ վաղ հայտնաբերումը հիվանդությունների վերահսկման ամենակարևոր հաջողության գործոններից մեկն է հանդիսանում։ Ավանդական մեր համաճարակաբանական դիտարկման համակարգը հաճախ բախվում է լուրջ սահմանափակումների, ներառյալ տվյալների ոչ արժանահավատ, ոչ հավաստի տվյալների առկայությունը ու նաև հաղորդման ուշացումները։ Եվ ժամանակին հանրային առողջապահության տվյալների ստացումը մեզ կապահովի լիարժեք արժանահավատ տվյալների առկայություն, որի արդյունքում մենք կարողանանք ժամանակին կայացնել ճիշտ որոշումներ եւ կանխարգելել վարակիչ հիվանդությունների տարածումը։ Սակայն կարող եմ նշել, որ ժամանակակից առողջապահության համակարգը պահանջում է կանխատեսողական եւ վերլուծական մոդելների կիրառումը համակարգում, այդ է պատճառը, որ մենք հիմա փորձում ենք ներդնել ակտիվ ձևով թվային գործիքները, շարժվում ենք դեպի այսինքն հուսալի տվյալների որոշումների կայացման կայուն համակարգ, որպեսզի ապահովենք արդյունավետ արձագանքումը առողջապահական համակարգի։ Մի փոքր փորձ եմ ներկայացնել մեր կենտրոնի գործունեությունը, ինչպես նշեցի, մենք զբաղվում ենք վարակիչ հիվանդությունների կանխարգելմամբ եւ վերահսկմամբ, բացի դրանից նաեւ զբաղվում ենք որոշ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմամբ, դրանք են վնասվածքները, մանկական վնասվածքները, ինչպես նաև արտադրական վնասվածքները, որոնք որ ձեռք են բերում աշխատանքային գործունեության ընթացքում եւ սպորտային վնասվածքները, զբաղվում են կենդանիների կողմից տուժելու դեպքերով, ոչ վարակիչ հիվանդությունների առումով, ինչպես նաև սննդային եւ քիմիական թունավորումներով։ Մեզ մոտ մենք ունենք 10 մասնաճյուղ, ինչպես մարզային մակարդակներում, ինչպես նաև Երևան քաղաքում ունենք call center, որտեղ տվյալները հավաքագրվում են բոլոր հուշհաստատություններից, այսինքն մենք ունենք կանոնակարգում հրամանով հաստատված, որտեղ երբ որ արձանագրվում է այդ հրամանով հաստատված որևէ վարակիչ հիվանդություն կամ ոչ վարակիչ հիվանդություն, մեզ հաղորդում են ներկայացվում իրական ժամանակում, սահմանված ժամկետներում այդ հիվանդությունների վերաբերյալ եւ դրա արդյունքում իրականացվում է մեր մասնագետների կողմից համաճարակաբանական հետազոտություն եւ հետազոտության տվյալների հիման վրա արդեն NCTC կենտրոնական ապարատը իրականացում է վերլուծություններ անհրաժեշտ քաղաքական որոշումներ կայացնելու նպատակով։ Այստեղ ես ներկայացրել եմ մեր հաղորդման միջոցները, որ ներկայումս հիմնական հաղորդման միջոց հանդիսանում է էլեկտրոնային հասցեները եւ հեռախոսազանգի միջոցով ենք հաղորդումը ստանում, բայց մենք հիմա ակտիվ ներդրման փուլում են Armed համակարգը, ինչպես նաև մեր համաճարակաբանական հսկողության դիտարկման համակարգերը, որոնց միջոցով մենք կարողանանք տվյալները ստանալ արդեն էլեկտրոնային տարբերակով, որը մեզ կօգնի ունենալ ավելի հավաստի արժանահավատ տվյալներ։ Այստեղ ներկայացված են այն համակարգերը, որոնք օգնում են ընդհանուր հանրային առողջապահության ոլորտում վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը։ Դա Armed համակարգն է, ինչպես բոլորս գիտենք, ունենք առանձին մեր X ծրագիրը, դա հիվանդությունների հսկողության էլեկտրոնային համակարգն է, եւ բացի դրանից վերլուծության եւ կանխատեսումներ իրականացնելու համար օգտագործում ենք մի շարք գործիքներ, օրինակ նույն Power BI-ը, պրոգրաման, EpiInfo, QGIS-ը, SPSS-ը եւ այլ ծրագրեր։ Armed համակարգի միջոցով ես ներկայացնեմ մեր հանրային առողջապահության ոլորտում, կոնկրետ մեր հիվանդների վերահսկման առումով ինչ ինֆորմացիա ենք կարողանում այս պահին ունենալ, դա առաջինը տեղեկատվություն պացիենտի պատմության վերաբերյալ, որը երկրորդը դա վակցինացիան է, պատվաստումների վերաբերյալ, մենք անցած տարվա ընթացքում ակտիվ գործունեություն ենք ծավալել իմունիզացիայի հատվածով, որպեսզի կարողանանք ամբողջ պատվաստումային գործընթացը թվայնացնենք եւ ունեցել ենք մեծ արդյունք, որի արդյունքում մենք ունենք ընդհանուր արդեն էլեկտրոնային բազա պատվաստումային կարգավիճակ ունեցող անձանց վերաբերյալ, ինչպես նաև թվայնացվել են հին պատվաստումները, որոնք որ դեռևս Armed համակարգը ներդրված չէ, նաև թվայնացրել
Լաբորատոր մասով մենք կորոնավիրուսային ժամանակ հիվանդության համավարակի ժամանակ մեծ ներդրում ունեցանք Արմետ համակարգի միջոցով, ամբողջ մեր համավարակի ընթացքում կորոնավիրուսային հիվանդության լաբորատոր հետազոտությունների տվյալները կարողացել ենք համախմբել Արմետ համակարգի միջոցով, որի արդյունքում մենք կարողացել ենք իրական ժամանակում որոշումներ կայացնել, նաև ունենք տվյալներ մահվան վերաբերյալ վարակիչ հիվանդությունների համար ու այս բոլոր տվյալների հիման վրա Արմետ համակարգում ունենք դաշբորդներ, որ մեզ իրական ժամանակում ցույց են տալիս իրական երկրի պատկերը։ Մի փոքր խոսեմ մեր համաճարակաբանական դիտարկման համակարգի մասին, դա ITS համակարգն է, ITS համակարգը ներդրվել է One Health գաղափարի շրջանակներում, սրա նպատակն է բոլոր շահագրգիռ գերատեսչությունների միջև ապահովել փոխտեղեկատվությունը, դրանք են նույն արտակարգ իրավիճակների նախարարությունը, էկոնոմիկայի նախարարությունը, տնտեսական և տեսչական մարմինը, ինչպես նաև առողջապահական տեսչական մարմինը, այսինքն մեր նպատակն է, որ այս համակարգի շրջանակներում բոլոր տեղեկատվությունը հասանելի լիներ ըստ իրավարության սահմաններում տարբեր ոլորտներում, սակայն դեռևս ITS համակարգը գործում է միայն մեր առողջապահության ոլորտում, այլ գերատեսչությունների կողմից չի կիրառվում, հաշվի առնելով, որ կադրային խնդիրներ ունեն, տարիքային սահմանափակում կա, որի արդյունքում չեն կարողանում այլ գերատեսչությունները օգտագործել ծրագիրը։ Այստեղ մի փոքր ցույց տամ ինչ փոփոխություններ են արվել մեր Արմետ համակարգի միջոցով, ներկայացված է առաջինը իմունիզացիայի հատվածով, որ մենք մինչև Արմետ համակարգի ներդնումը չունենք ընդհանրական բազա պատվաստումային կարգավիճական ունեցող անձանց վերաբերյալ, չունենք ընդհանուր պահեստի կառավարման համակարգ, այսինքն միայն դա կենտրոնական ապարատում է պահեստը վարվում, բայց այլ համակարգերում չկար, իսկ սրա արդյունքում մենք կարողացել ենք կապ ստեղծենք պատվաստումների և պահեստի կառավարման միջև, ինչի արդյունքում մենք կարողանում ենք ունենալ միայն հստակ պատվաստումներ ունեցող անձանց վերաբերյալ տվյալներ, այսինքն այլ ոչ արժանահավատ տվյալներ չի կարող գրանցվել համակարգում։ Արդյունքում մենք կարողացել ենք ձեռք բերենք հաշվետվությունների ավտոմատացման համակարգ, որի արդյունքում մեզ այլևս տեղեկատվություն չի տրամադրվում հաշվետվությունների տեսքով ուժ հաստատություններից, դա ավտոմատ կերպով իրականացվում է Արմետ համակարգի միջոցով։ Նաև ներդրել ենք բոլոր ուժ հաստատություններում առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում ջերմաստիճանային մոնիտորինգ, որի արդյունքում մենք կարողանում ենք վերահսկել պատվաստումների սառցեշղթայի արկայությունը և եթե տեսնում ենք որևէ խախտումներ, արդեն համապատասխան արձագանքումներ ենք իրականացնում։ Ինչպես նաև մեծ ձեռքբերում էր հավելվածի ստեղծումը, որի արդյունքում մենք կարողացել ենք տվյալներ տալ արդեն պացիենտների իրենց էջում կարողանում են տեսնել բոլոր իրենց պատվաստումները, կարողանում են տեսնել օրինակ կորոնավիրուսային հիվանդության նկատմամբ, եթե իրականացվում է լաբորատոր հետազոտություն կամ կարմրուկի նկատմամբ և նախատեսվում է հետագայում նաև իրականացնել լաբորատոր հետազոտության տվյալների մուտքագրում նաև այլ բոլոր մյուս վարակիչ հիվանդությունների համար, ինչպես նաև մյուս կողմում ներկայացված են դաշբորդները, որ ինչ տեսքով ենք մենք կարողանում տեսնել այդ ամբողջ ինֆորմացիան Արմետ համակարգում։ Բացի դրանից, ես ինչպես նշեցի, մենք օգտագործում ենք գործիքներ, որոնց միջոցով, օրինակ նույն արտծրագրավորման միջոցով մենք կարողանում ենք կանխատեսումներ անել, օրինակ նույն սուրշնչառական վարակների նկատմամբ, որ կարողանանք պատկերացում կազմել, ունենք աճի միտում թե ոչ, կարողանում ենք Power BI-ով իրականացնել վերլուծություններ, ինչպես նաև QGIS ծրագրի միջոցով բռնկումների ժամանակ կարողանում ենք հասկանանք ռիսկի կապերը տվյալ դեպքերի, ինչպես նաև ընդհանուր հիվանդացության ցուցանիշները, տարածվածության ցուցանիշը հասկանալու համար։ Ընդհանուր մեր բացի այս ներկայացվածից դեռ մենք շատ աշխատանքներ ունենք կատարելու թվայնացման ուղղությամբ, այսինքն մեր մեծ հիմնախնդիրը հանդիսանում է այս բոլոր տեղեկատվությունների ժամանակին հավաստի ստանալը, դրա համար մենք փորձում ենք հիմա իրականացնել աշխատանքներ ինտեգրելու ITS և Արմետ համակարգերը, որպեսզի բուժհաստատությունները ավտոմատ կերպով տեղեկատվությունը գա ITS մեր ծրագիր, այլևս պետք չլինի հեռախոսազանգի միջոցով իրականացնել
լաբորատոր հետազոտությունները մուտքագրվեն առմեկ համակարգ եւ պացիենտները կարողանան իրենց հավելվածի միջոցով տեսնել հետազոտության արդյունքները, ինչպես նաեւ փորձում ենք ստեղծել նոր կանխատեսման մոդելներ, որովհետեւ մենք ընդհանրապես 1-2 մոդել ենք օգտագործում մեր աշխատանքի մեջ, շատ ակտիվ ձևով ուզում ենք արհեստական բանականությունը կիրառել մեր աշխատանքի մեջ, ինչպես նաեւ կիբերանվտանգության ուղղությամբ, քանի որ